Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն էր պարզաբանում տարածել Մարզավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ ԿԳՄՍ-ն խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մարզավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին, նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Մարզավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո, առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին, ասված է պարզաբանման մեջ։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը, անդրադառնալով Մարզավանի միջնակարգ դպրոցի դասադուլին, ասել էր, որ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը հակափաստարկ չունի ու հույս էր հայտնել, որ խնդիրը առաջիկայում կհանգուցալուծվի։ Հիշեցնենք, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները պնդում էին, թե Դավթյանն արդեն 6 ամիս դասավանդում է դպրոցում և ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին։ Թեմային անդրադարձել էր նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականon ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մարզավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք ատելության խոսքի լայն տարածմամբ։ Միջադեպի առնչությամբ համացանցում շրջանառվել են նաև երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնց հետագա տարածումը կարող է թիրախավորել երեխաներին։ Երեխաների թիրախավորումը պաշտպանն անթույլատրելի է համարում։ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում նաև այն, որ այս բոլոր գործընթացներում չեն ապահովվում երեխաների կրթության և անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու, մանկավարժական աշխատողի մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը նսեմացնող գործողություններից պաշտպանված լինելու իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է պետության կողմից հանրակրթության բնագավառում անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման երաշխավորումը։ Պաշտպանն ընդգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում, այդ թվում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով, պետք է բացառվի խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն քարոզող արտահայտություններից և վարքագծից, հատկապես հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Միաժամանակ պաշտպանը հորդորում է Մարզավանի միջնակարգ դպրոցի միջադեպի վերաբերյալ երեխաների մասնակցությամբ նյութերի հրապարակման և տարածման գործընթացում առաջնորդվել բացառապես անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետական չափորոշիչներով, առաջնահերթություն տալ երեխայի լավագույն շահին և երեխային չվնասելու սկզբունքին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև շոումեն Արամ Մելիքյանը, իր աջակցությունը հայտնելով ուսուցչին։ Մանրադառնամ այս Մերձավանի դեպքի հետ կապված ուսուցիչի, որ երեխեքը տենց չբունտ էին արել, նախապես ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչը խայպի համար չեմ անում, որ ինչ որ այստեղ շոուի հատկանիշ ոչ մի բան չկա։ Եթե չգիտեք, իմ մայրս նույնպես մանկավարժ է, գրեթե արդեն 30 տարի է, նո հələ 30-ը չի լրացել, բայց այդքան երկար։ Ես մի քանի բան եմ էլի ուզում ասեմ, աբսոլյուտն չեմ ճանաչում այդ կնոջը, ես միշտ դեմ եմ եղել յուրաքանչյուր մանկավարժի բռնությանը եւ նմանատիպ, որ մանկավարժնա բռնություն ենթարկում եւ այլն եւ այլն։
անեն, բայց իմ համար իմ մանկավարժները, իմ դպրոցի ուսուցիչները, օրինակ Տիկին Մարտիրոսյանն է, հիմա երևի ինքը ինձ կլսի, ինքը 3 տարի, 4 տարի ինձ դաս տվել, ինքը իր մամայի նման է եղել։ Այսինքն ին վերաբերմունքը ուսուցիչներին եղել է այդպես, ոնց որ իրանք տնից եկել են այդտեղ, իրանք են մեզ կարող է ինչ որ բան թերացել են, ինչ որ բան սխալ են արել, բայց ոտ իմ համար էսի մի հատ абսուրդ է, իմ համար էսի բռնություն է, կոնկրետ ուսուցչի նկատմամբ։ Եթե դաժե ինքը իրան սխալ է պահել, ինքը էսի բռնություն է կոչվում, տվյալ ուսուցչի նկատմամբ։ Ես չեմ հասկանում այդ ոնց է եղել, որ այդ ամեն ինչը ցենց տարածվել է, թույլ է տրվել։ Դե հիմա ես էլ հակառակն եմ անում, չեմ իմանում աբսոլյուտն ինչ է եղել, աբսոլյուտն ախպեր, չգիտեմ։ Վերցնենք այդ դա ուսուցիչը կոմպետենտ չի, պետք է այդ ուսուցչին հեռացնել դպրոցից։ Կոմպետենտ չի, հեռացեք դպրոցից։ Չգիտեմ ինչ ուզում եք արեք ախպեր, բայց ես ինչ որ տեղի ունեցել, այն երեխան որ ասում է, հորս արև ասել է, ես էլ հիմա ասում եմ, հորս արև ասում եմ, ոսի խայբ չեմ անում, այդ կինը որ ասում է վարկի վեկա, ես ասում եմ, ուզում եմ այդ կնոջը աջակցեմ բոլոր այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն։ Ես այդ կնոջը, այդ ուսուցչին իմ ընտանիքի կողմից ասեմ, որ հիմա իմ ընտանիքում այդքան էլ հեշտ շրջան չի, բայց ես իմ ընտանիքի կողմից այդ կնոջը ուղղակի $1000 նվիրում եմ ու կրկնում էսի խայբ չի։ Էսի նրա համար է, որ այդ կինը իրանից գա, որ իրանել են աջակցում, ախպեր էսի նորմալ չի։ Եթե ինչ որ մեկը մտածում է այդ երեխեքի արածը նորմալ է, արա ես ուրեմն իմ երեխեքին վեկալ եմ եթե Ամերիկա ապրեմ, որտեվ այդ ամեն ինչը նորմալ է։ Ես իմ երկրում եմ ապրում, որտեղ սիրում եմ այս երկիրը։ Ես մի 50 անգամ ասել եմ, ես շատ բաց ազատ մարդ եմ, բայց այդ ամեն ինչի մեջ ունենք մենք ավանդույթներ, որը երբ որ մենք խախտում ենք, մենք հայել չենք լինելու։ Հիմա մենք դի բոլորով հասկանանք վերջի վերջո մեր տեսակը, իդենտիչնեսը, այն ինչ որ մեր յուրահատկությունը կա, մենք ուզում ենք պայենք, թե պրոստը խուրդվենք գնանք սաղ ազգերի նման դառնանք։ Ախպեր մենք հայ ենք, մենք ունենք մեր ձևը։ Ես նորից եմ ասում, այդ կնոջը չեմ ճանաչում, աբսոլյուտնը, վստահ եմ, ես հիմա այդ որ գումարն ասում, լրիվ լուրջ եմ ասում, ոչ կոնտակտ ունեմ, ոչ անունը գիտեմ, իրանք կգտնեմ, այդ կփոխանցեմ, ու ես ուզում եմ, որ էլի մարդիկ սենց մի անեն, այդ կնոջը աջակցեն, որովհետև այդ կնոջ դեմքով, սենց ասեմ, այդ կնոջ դեմքով լիքը ուրիշ ուսուցիչներ են ախպեր, որոնք մեր երեխեքի համար ծնող են, այսինքն հիմա ինչ այդ մարդիկ վախեցած լինեն, որ հանգած մի հատ բան չլինի, մի հատ է կարող ավել բան անեն, ոնց որ մեր ծնողն է մեր հանդեպ արել, ոնց որ մենք ենք մեր երեխու հանդեպ արել, սենց բեսցան ժամանակակից մարդիկ ենք դարձել։ Վայ։ Ես մենակ մի բան կարամ ասեմ, որ ես պրոստը սենց ասեմ, ես մտածում եմ ախպեր իմ ծնողը տելներ։ Այդ երեխեքի սաղ տնեցիկին կգտնեի տեղում կգտնեի։ Որտեւ իմ ծնողն էլ կարա լինի ուսուցիչ ու սխալ իրան բայ լյուբոյ մարդու նման։ Ով մեծ լսարան ուղակի չի կարող այս թեմային շարադառնալ, մանավանդ որ հետևորդներից մեծ մասը երեխաներ ու դեռահասներ են։ Իսկույն բոլորը արդեն հասկացաք թե ինչի մասին եմ խոսելու, վերջին դպրոցի իրադարձությունների մասին, որ երեխաները բառից բուն իմաստով ինքնահաստատվում էին դասատուի վրա։ Լուրջ եմ ասում, այդ դասատուի վիճակը միայն տեսնելուց, ամեն անգամ ինչ որ ռիլ հերթելուց աչքերս անկախ ինձանից լցվում է, հուզվում եմ։ Ուղղակի ապշած եմ ու չգիտեմ ոնց ճիշտ արտահայտվեմ, որ բառերս հնարավորինս ճիշտ լինի ու հաջող սերնդին ինչ որ չափով էս բառերս փորձի ուղղել։ Ես հիմա դիմում եմ ձեզ, սիրելի երեխաներ, այն մարդկանց, ովքեր որ հարգում ու սիրում են ինձ։ Հարգեք ձեզանից տարիքով մեծերի։ Մանավանդ որ դիմացինը դասատու տա ու քեզանից 40 տարի ամենակիչը մեծ է։ Ես իսկապես չգիտեմ ինչ ներքին բաներ է եղել դպրոցում, բայց միայն այդ կադրերը տեսնելով դատում եմ այդ տեսարանը։ Դասատուն ինչ էլ արած լինի, միևնույնն է դիմացինը երբ տարիքով մեծ է, դու պետք է իրեն հարգես։ Ուղեղից մեջ անգամ չի տեղավորում, թե ոնց է ծնողը երեխայի հետևում կանգնած այդ ամենը տեսնելով ծիծաղում ու զվարճանում երեխայի պահելաձևից, որ դրա փոխարեն պետք է սաստեր ու նկատողություն աներ երեխային։ Մարդկանց մեջ չարությունը ակնհայտ շատացել է։ Իմ ժամանակ որ ես դպրոցում էի սովորում, կապ չունի, նույնիսկ եթե դասատուն էր սխալ, մենք բոլորս մեր ձայնը կտրում էինք եւ լսում էինք մեզանից տարիքովին եւ հարգում էինք մեզանից տարիքով մեծին։ Այժմ սիրելի երեխաներ, դիմում եմ բոլորիդ, եթե ձեր դպրոցներում նման ինչ որ լարված իրավիճակ նկատվի, ապա ընդհանրապես լռեք եւ հարգեք ձեզանից մեծին։ Հավատացեք, այս կյանքում ընդամենը 1 րոպե լռությունը ձեզ որպես մարդ ավելի ուժեղ է դարձնում։ Իհարկե բոլորս ունենք ազատ խոսքի արտահայտման իրավունք, բայց ոչ այդ կերպ եւ ոչ դիմացինին հացրացնելով։ Ամեն բան ի վերջո ունի իր չափ ու սահմանը։ Ուղղակի մի փոքր շատ սիրեք ու հարգեք իրար։ Առանց այն էլ շատ դժվար ժամանակաշրջանում ենք բոլորս ապրում, որ դիմացինին թեբուտիկունք լինելու փոխարեն հակառակը այնպես ենք անում, որ քո անձի հանդեպ ուշադրությունը ու իբրև հարգանքը ավելի մեծացնելու համար իջեցնում ու ստորացնում են դիմացինին։ Հարգեք ու սիրեք